Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Նարեկ հեռուստաընկերության եթերում երկարասպասված հետաքրքրաշարժ բովանդակալից հայոց թագավորներ հաղորդաշարն է։ Մեր առաջին հաղորդման ընթացքում կխոսենք հայկյանների արարատյան թագավորության մասին։ Մովսես Խորենացին հայկի մասին։ Այս հայկը, ասում է, վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով։ Սա քաջ եւ երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների ու դյուցազնուների վրա տիրապետելու։ Սա խրոխտանքով ձեռք բարձրացրեց բելի բռնատիրության դեմ, երբ մարդկային ցեղը սփռվում էր, տարածում էր ամբողջ երկրի լայնության վրա։ Բազմամբող հսկաների անչափ կատաղիների ու ուժեղների մեջ հայկը չկամենալով բելին հնազանդվել Բաբելոնում իր արամանյակ որդուն ունենալուց հետո չվեց գնաց Արարատի երկիրը, որը գտնվում է հյուսիսային կողմերում, իր որդիներով, դուստրերով, որդիների որդիներով, զորավոր մարդկանցով, թվով մոտ 300 հոգի եւ ուրիշ ընդոցիներով, նրան հարած եկվորներով եւ բոլոր տուն ու տեղով։ Հայկյանների արարատյան թագավորությունը հայկական լեռնաշխարհում ըստ տոմարագիտական հաշվարկների ծնունդ է առել Քրիստոսից առաջ 1032 թվականին Արամայիս թագավորի օրոք։ Մովսես Խորենացին հայկի եւ նրա հաջորդների մասին։ Սրանից հետո ասում է նա. հայկը դառնում է իր բնակության տեղը, իսկ Կադմոս թորին պարգևում է շատ ինչ պատերազմի ավարից եւ անվանի մարդիկ իր ընդածոներից։ Նրան հրամայում է իր առաջին տանը բնակություն հաստատել, իսկ ինքը գնում դադար է առնում հարկ կոչված դաշտում։ Սա տարիներ ապրելով մեռավ, ամբողջ տոհմը հանձնելով իր արամանյակ որդուն։ Իսկ սա իր եղբայրներից երկուսին, Խորին եւ Մանավազին, իրենց ամբողջ ախով, ինչպես Մանավազի որդի Բազին թողնում է հարկ կոչված տեղում, իսկ արամանյակը ամբողջ բազմություն առնելով չվում է դեպի հյուսիս-արևելք եւ գնում իջնում է բարձրագագաթ լեռներով շրջապատված մի խոր դաշտավայր, որի միջով մի կարկաչահոս գետ է անցնում արևմտյան կողմից եւ դաշտի արևելյան մասը կարծես մեջքի վրա պառկած երկարությամբ ձգված է արեգակի կողմը։ Իսկ լեռների ստորոտներում բխում է բազմաթիվ ականակիտ աղբյուրներ, իսկ հարավային արեգակնասլաց լեռը սպիտակափառ գագաթով ուղիղ բուսել էր երկրից պինդ գոտևորված մարդու երեքօրյա ճանապարհի շրջապատով։ Արամանյակն այս խոր դաշտում բնակվելով շենացնում է մի մասը դաշտի հյուսիսային կողմում եւ լեռան ստորոտը նույն կողմում։ Լեռն իր անվան նմանությամբ կոչում է Արագած, իսկ կալվածքը ոտնն Արագածո։ Արամանյակը տարիներ ապրելուց հետո սերեց Արամայիսին։ Նրա որդի Արամայիսն իր բնակության համար տուն է շինում գետի ափին, մի բլուրի վրա եւ իր անունով կոչում է Արմավիր, իսկ գետի անունն իր թորան Երաստի անունով դնում է Երասխ։ Իսկ իր որդուն բազմազավակ եւ շատակեր Շարային ամբողջ ախով ուղարկում է մի մերձակա Արգավանդ ու Բերի դաշտ, հյուսիսային լեռան Արագածի թիկունքում, որտեղ շատ ջրեր են հոսում։ Նրա անունով, ասում են, գավառը կոչվեց Շիրակ։ Արամայիս թագավորը Քրիստոսից առաջ 1032 թվականին կառուցում է Արմավիր քաղաքը։ Ըստ Մովսես Խորենացու Արմավիր քաղաքը Արամայիս թագավորը կառուցում է բլրի վրա գետի ափին, իսկ գետը իր թորան անունով անվանում է Երասխ։ Մովսես Խորենացին օտարների կողմից հայերին տված Արմեն անվան մասին։ Արամի մասին պատմում են, թե շատ քաջագործություններ է կատարել հաղթական պատերազմներում եւ ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր երկիրը, ինչպես հույները Արմեն, իսկ պարսիկներն ու ասորիները Արմենիկ։ Հայկյանների թագավորության ժամանակ տարածքի մեջ են ներառվել Գուգարքը, նրա շրջակա մի մասը, Շիրակը,
Արցախը, Ուտիքը և Սյունիքը։ Հայկյանների վերջին թագավորն է եղել Արամե Արամը։ Հարկ է նշել, որ ասորստանցիները երբեք իրենց պետությունը չեն անվանել Ուրարտու, սակայն հայկական լեռնաշխարհում հայկյանների թագավորությանը անվանել են նաև Ուրարտու։ Աստվածաշնչում նշում է, որ հայկյանների արարատյան թագավորությունը անվանվել է նաև Թորգոմի տուն, իսկ ազգը Թորգոմի ազգ։ Այսպիսով, հայկյանների արարատյան թագավորության առաջին թագավորը եղել է Արամայիսը Քրիստոսից առաջ 1032 թվականին, որն էլ իր անունով կառուցում է Արմավիր քաղաքը։ Հարգելի հեռուստադիտողներ, այս հաղորդման համար նախատեսել էինք այսքանը։ Մեր հաջորդ հաղորդման ընթացքում ձեզ կներկայացնենք Վանի թագավորության ծննդյան, վերելքի և անկման մասին։